Ճանապարհը փակելուց առաջ գողթեցիները գերմանացու ճշտապահությամբ են աչքի ընկնում։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներն ուշանում են։ Գողթեցիներն անցնում են գործի։ Ժամը 12-ն է եւ որևէ մեկը դեռ չի եկել մեզ հետ քննարկելու, ապա մենք մեր սկզբունքները պահպանելով այս պահին փակում ենք ճանապարհը։ Գողթեցիները Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը չեղարկելու պահանջով հունիսի 3-ին էլ ճանապարհը փակել էին։ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը գողթեցիների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր երեքշաբթի օրը հանրային քննարկում կազմակերպել։ 30 րոպեի ուշացումով սպասված մասնագետները հասնում են Գողթ։ Հենց ճանապարհին քննարկումն սկսվում է։ Գողթեցիներին առաջարկում են ծրագրով Գեղարդալճի պատվարն ամրացնել, ջրի կորուստը կանխել ոռոգման ներքին ցանցը նորոգելով, բայց պայմանով։ Գեղարդալճի ջրի մի մասը տեղափոխելու են հարակից գյուղեր, ջրի սղությունը լրացնելու են Ազատգետի Գիլանլարի վտակից։ Ջրամբարը պետք է վերակառուցի մեկ, որևիցե խնդիր չկա, անպայման պետք է վերակառուցի, որ չփլվի։ Վերակառուցի, որ չփլվի, առաջի հարցը դա է։ Երկրորդ հարցը ներքին ցանցերը ձեր պետք է վերակառուցվի, որ կորուստ չունենաք։ 300 միլիոնի էլ տեղ աշխատանք պետք է կատարվի, որ առաջնահերթությունը էս սենց է, մենք մի 100 տարից չենք աշխատում, սա զուգահեռ իրար հետ պետք է անենք, ներքին ցանցներ, գիլանլարներ վերականգնવું։ Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի մասնագետների խոստումները գողթեցիներին հավատ չեն ներշնչում։ Գյուղացիները փաստեր են բերում։ Գեղարդալիճը չունի ջրային բավարար պաշար։ Լճի ջուրը նույնիսկ Գողթ համայնքի հողերը ոռոգելուն չի բավարարում։ Ջրային կոմիտեի նախագահը ընկեր Արամ Հարությունյանը իր նուրբ ձեռքերով որ ստորագրեց ամբողջ Արադյան դաշտի ջուրը, արտեզյան ջրերը իջացրեց ցածր մակարդակի վրա, նույն այդ ձեռքով երեք մի հատ բլանկա ստորագրել եւ Գողթը ուզում այս գեղատիսի Գողթը չորացնի։ Ամառվա կեսին ձուն մաղի մեր բաց գլխին։ Թող գնա որտից ուզում է ջուր բերի, Գողթի հետ ջուր գործ չունի։ Ծրագրի մասնագետները կատարած չափումներն են ներկայացնում, վստահեցնում են, ինքնահոս ոռոգման համակարգը կառուցելու դեպքում Գողթը ոռոգման խնդիր չի ունենալու։ Այդ որ ծրագիր միանգամից պետք է լուծում տա այդ խնդիրի տարածաշրջանում, այդ միանշանակ։ Գողթեցիների դիրքորոշումը փոխել Գողթ այցելած մասնագետներին այդպես էլ չի հաջողվում։ Գյուղացիների պահանջներն անփոփոխ են մնում։ Շինարարական աշխատանքներն այլևս չշարունակել, Գեղարդալճի ջուրը թողնել գյուղացիներին։ Դադարեցվում է շինարարական աշխատանքները, միանշանակ խողակաշարի զոդման աշխատանքները բացառապես դադարեցվում է։ Այո։ Եթե կա ծրագիր, եթե կանալի ծրագիրը մտնում է այս ծրագրի մեջ, թող անեն կանալը, մեր ջրամբարը աշուն, երբ որ ջուրը կդատարկվի, վերանորոգման աշխատանքներ իրականացվի, երկրորդ ջրամբարը երբ որ կունենան, թող կանալը բերեն լցնեն երկրորդ ջրամբարի մեջ ու ջուրը տանեն։ Մեր ջրամբարից թող ջուր չգնա։ Մեր ժողովրդի համար մեկ պահանջը էս է։ Այո։ Գողթեցիները շեշտում են, լճի ջուրն իրենց օրվա ապրուստի խնդիրն է լուծում։ Այգիները ոռոգելով, բերք ստանալով ապահովում են ընտանիքի հիմնական եկամուտը։ Առանց Գեղարդալճի գողթեցիների համար նույնն է, թե առանց հաց ու ջրի։ Այս ջուրը մեր օր ապրուստն է, մեր երեխեքի փրկությունը։ Այգի են հիմնեմ ենք, հող են տվեք յուղացուն, այգի եք դրել, որ մեր երեխեքը պահեք։ Այսօր ջուրը վրտանեն, ինչ իմաստ ունի այդ այգի։ Թող մեր լճին ընդհանրապես չկապնեն, իսկ Գիլանլարի ջրին վաղը մյուս օր։ Կենթանիները չեն հլելու, բաժակառնեն գանտնից ջուր ուզեն, որ մենք դրանց ջրով ապահովենք։ Ինչ են ուզում այդ ջրերից։ Իսկ եթե որ Գիլանլարի ջուրը կցամաքացնեն, այն ժամանակ թող ձկներին տանեն ջուր տան։ Որ գալիս է կարմրախայտ են ուտում, այդ կարմրախայտը կկտրվի իրանց վրայից։ Գողթեցիները բռնած գործին հաստատակամ են։ Սկսած պայքարը շարունակելու են մինչև հաղթանակ։ Նարեկ Գրիգորյան, Սևակ Սողոմոնյան, Առաջին լրատվական։